Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական և հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն պարոն Վանեցյան։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Բարով եք եկել։ Շնորհակալություն նախ ձեր բազմազբաղ եւ հագեցած առօրյայում մեզ համար ժամանակ գտնելու համար։ Բարև ձեզ Մարիա։ Բարև։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Ինչպե՞ս է տրամադրությունը։ Լավ։ Այսօր մեզ համար ինչ-որ բան պատրաստելու եք, թե ոչ։ Պատրաստելու։ Շատ լավ է։ Կարող են գալ ներս, պարոն Վանեցյան։ Համեցեք։ Ինչպե՞ս է սկսվել ձեր առավոտը։ Առավոտը սկսվել է շատ հանգիստ սովորականի պես։ Մեր ենք կացել, պատրաստվել ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, համեցեք։ Ինչպե՞ս եք նոնա։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ձեր առօրյան ինչպես է սկսվում։ Ձեր առօրյան ինչպես է սկսվում։ Իմ առօրյան շաբաթ այսպես, տանը։ Շաբաթ օրը այսպես։ Այո։ Ընտանեկան օր է շաբաթ օրերը։ Շաբաթը եւ Կիրակի Հիմնական Կիրակին, բայց եթե ժամանակ ա լինում, նաև շաբաթը։ Պարոն Վանեցյան, խոսենք մի փոքր այս պահի ձեր գործունեության մասին։ Ինչով եք զբաղվում այս ընթացքում։ Այս ընթացքում կուսակցական աշխատանքներով ենք զբաղվում, մարդկանց հետ ենք շփվում, մարզեր ենք այցելում, Երևանում տարբեր տեղեր ենք գնում։ Մեր քաղաքական գործչի սովորական կյանք։ Ինչպիսին է մարդկանց տրամադրվածությունը եւ նախատրամադրվածությունը։ Հիասթափված են մարդիկ ցավոք սրտի, հույս չեն տեսնում վաղվա մեջ։ Ես պետք է շատ ազնիվ լինեմ, մարդիկ դժգոհ են իշխանություններից, բայց նաև դրա հետ մեկտեղ չեն կարողանում որոշեն, թե որ ուժը կամ որ անհատը կարող է իրենց այս աղետալի վիճակից հանեն։ Դրա համար ես կարծում եմ, որ մարդկանց հետ պետք է շատ խոսել, շատ լսել ու հասկանալ, թե իրականում մեր ժողովուրդը ինչ է ուզում։ Քաղաքական գործիչների պատկերացումները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը։ Ամենամեծ հոգսը, որ հնչեցնում են մարդիկ, ո՞րն է, կմտաբերեք այս բանը։ Գիտեք, երկու մասի պետք է բաժանենք հոգսերը։ Կան գլոբալ հոգսեր, որը վերաբերվում են առհասարակ պետությանը եւ պետության վաղվա օրվան ապագային եւ այսօրվա հոգսեր, որը ամեն օր մարդկանց դուռը թակում է, սոցիալական խնդիրներ, աշխատատեղերի բացակայություն կամ աշխատատեղերի առկայություն, բայց շատ ցածր աշխատավարձով, իսկ եթե նայում ենք ավելի լայն եւ ավելի խորը, մարդիկ մեծ վտանգ են տեսնում մեր երկրի ապագայի հետ կապված։ Անվտանգային համակարգը ամբողջությամբ, եթե իմ բառերով ասեմ, անվտանգային մեր ճարտարապետությունը ամբողջությամբ փլուզվել է եւ հիմա նոր անվտանգային խնդիրներ պետք է մենք կարողանանք լուծենք, կարգավորենք, որ մարդիկ կարողանան հանգիստ ապրել եւ իրենց կյանքը կառուցել։ Առանց երկարաժամկետ անվտանգային երաշխիքների որևէ բան լինել չի կարող։ Խոսքը արտաքին ուժերի մասին է, չէ՞։ Արտաքին, իհարկե, արտաքին ուժերի, բայց ցավոք սրտի նաև
ներքին ուժերի, ես չեմ ուզում ձեր հաղորդումը շատ քաղաքականացնեմ, որտեղ եթե սկսենք հիմա քաղաքական գնահատականներ տալ, շատ ավելի խորը եւ ավելի սուր գնահատականներ կլինեն, ուստի թշնամին մնում է թշնամի, կլինի դա ներքին թե արտաքին, մենք բոլորս պարտավոր ենք չեզոքացնել այդ թշնամու գործունեությունը եւ կառուցենք մեր երազած երկիրը։ Պարոն Վանեցյան, երբ փորձում էի ձեր մասին ինֆորմացիա գտնել համացանցում, նախ պետք է ասեմ, որ բավականին սեղմ ինֆորմացիա է ձեր անձի վերաբերյալ, կարծում եմ դա զբաղեցրած պաշտոնների արդյունքում է իհարկե նաև այդպես, բայց աչքիս ընկավ մի տեղեկություն, որ դուք ավարտել եք գյուղատնտեսական ակադեմիան, այնուհետև 2000 թվականից ծավալում եք սպայի գործունեություն։ Առաջին հայացքից իրարից լրիվ տարբեր մասնագիտություններ։ Նախ ինչը ձեզ հիասթափեցրեց գյուղատնտեսության մեջ եւ ինչը գայթակղեց սպայի աշխատանքում։ Ես ընդունվել եմ գյուղ ակադեմիա, այն ժամանակ դեռևս Զովետ ինստիտուտ էր, 96 թվականին եւ իրականում շատ սիրել եմ կենդանիներ ու ցանկացել եմ, երազել եմ, որ ես լինեմ անասնաբույժ վետերինար, տենց ասենք, որ ավելի պարզ լինի, ու իրականում պարապել եմ, ընդունվել եմ այդ բուհը եւ շատ լավ սովորում էի, հետո զորակոչվեցի զինվորական ծառայության։ Զինվորական ծառայություն զորակոչվելուց հետո սիրահարվել եմ զինվորական ծառայությանը եւ որոշել եմ իմ կյանքը կապեմ ծառայության հետ։ Տարբեր մարդկանց հետ խոսելուց, ավակ ընկերների խորհրդակցելուց հետո որոշել եմ ազգային անվտանգության ծառայությունը ընդունվեմ աշխատանքի եւ 2000 թվականի սկզբից 99-ի վերջից հրամանագրվել եմ որպես Մասիսի բաժնի կրծեր օպերլիազորի պաշտոնին եւ գնացել եմ ծառայության Մասիսի բաժին։ Դրանից հետո ծառայել եմ բոլոր պաշտոններին, մինչև հասնելով ազգային անվտանգության ծառայության տնօրեն եւ ստանալով գեներալի կոչ։ Այսինքն հայտնի ասացվածքը, որ յուրաքանչյուր շարքային պետք է ձգտի գեներալի պաշտոնին, ձեզ մոտ 100%-ով իրականացել է։ Իմ մոտ իրականացել է, ես կարծում եմ, որ ցանկացած զինվորական պետք է ձգտի հասնել առավելագույնի իր ծառայության մեջ։ Եվ ոչ միայն զինվորական, այլ բոլորը պետք է, եթե ինչ-որ մի բան անում են, ձգտեն հասնել առավելագույնի իրանց գործունեության մեջ։ Պարոն Վանեսյան, այսօր միանշանակ բազմաթիվ անգամներ զրուցելու ենք ձեր գործունեության մասին, սպասվելիքի մասին, բայց մի փոքր, քանի որ այսօր առանց կոստյումի եւ առանց փողկապի է լինելու զրույցը, մի փոքր ավելի թեթևացնենք եւ ջերմացնենք զրույցը։ Փոքրիկ մահճակալը ում է պատկանում։ Փոքրիկ մահճակալը պատկանում է իմ թորնիկին։ Ես թորնիկ եմ ունեցել այս տարի, շատ շնորհակալ եմ, շատ ուրախ լուր եղել, ուրախ իրադարձություն է եղել մեր ընտանիքում։ Ես փոքրիկ թորնիկ ունեմ, իրան է պատկանում։ Ինչպես անվանակոչեցին թորնիկին։ Թորնիկիս անունը Նոնա է, իմ տիկնոջ անունով, այսինքն տղաս եւ հարսս որոշել են իրանց առաջնեկի անունը դնեն իրենց մամայի անունը։ Պարոն Վանեցյան, ամեն դեպքում մենք քաղցած ենք այսօր եւ կխնդրեմ լուսաբանել, ինչ եք պատրաստելու այսօր մեզ համար։ Նախ սկսենք նրանից, որ ես իրականում շատ սիրում եմ պատրաստել եւ իմ ընկերները բոլորը, իմ ընտանիքի անդամները գիտեն, որ դա իմ համար զուտ սիրողական զբաղմունք չի, անկեղծ ասած ես կարող եմ դաժե մի քիչ գլուխ գովալ, ասել, որ պրոֆեսիոնալ մակարդակով եմ նաեւ կարողանում պատրաստել եւ պատրաստում եմ շատ տարբեր ուտեստներ։ Օրինակ Կիրակի օրերը մեր տանը ավանդույթ կա, որ եթե ես տանն եմ լինում, անպայման ես պետք է ինչ-որ մի բան պատրաստեմ, որ ողջ ընտանիքով ճաշենք։ Այսօր պատրաստելու եմ իմ սիրած ճաշատեսակներից մեկը ուզբեկական փլով, բայց կարծում եմ շատ հետաքրքիր կլինի, մանրամասները արդեն ընթացքում ձեզ Հաղորդման երկրորդ հատվածում ականատեսը կլինենք ինչպես եք պատրաստում, բայց այժմ պետք է կատարենք գնումներ, ճիշտ է։ Այո։ Դե եթե դեմ չեք, գնանք այս պահին գնումներ կատարելու, որից հետո կվերադառնանք եւ կհասկանանք ինչպես է կատարում խոհանոցում։ Բայց ամեն դեպքում պետքա հակառակը չէ լիներ, դուք պետքա հարցեր տայք, միշտ այդպես է, չէ՞ լինում, ասում են, այստեղ հարցերը մենք ենք տալիս։ Հələ ամեն ինչ արժևում է։ Տալու եք հարցեր։ Ամեն ինչ արժևում է։ Հիմա պատվով տակից դուրս գալ։ Դե գնանք գնումների։ Գնացինք։ Պարոն Վանեցյան, գտնվում ենք ձեր առանձնատան բակում, քիչ անց գնալու ենք գնումներ կատարելու, բայց մինչ այդ խոսենք մի փոքր նաև տան մասին։ Դուք ծնվել եք Երևանում,
Բայց սա բնականաբար ձեր հայրական տունը չէ, սա հայրական տունս չէ, սա 2019 թվականին ենք ձեռք բերել այս տունը։ Ես մի քիչ այս տարածքից մի քիչ վերև եմ ապրել, այդտեղ ծնվել մեծացել եմ, հայրս մայրս հիմա էլ են այդտեղ ապրում։ Հիմա մենք այդտեղ ապրում ենք մեր ընտանիքով, ես, կինս, երեխաներս, հարսս, թոռս, բոլորս այդտեղ ենք ապրում, մի խոսքով, ոնց մի քիչ պայմանները բարելավել ենք մեր։ Վանեցյանների գերդաստանը ամեն դեպքում այստեղ է։ Հայրս մայրս այդտեղ չեն, մի քիչ են կողմեն, բայց կարող ենք տենց էլ ասել։ Հետաքրքիր նախշ էր ձեր տան վրա եւ կարծես իրար հակադրվող։ Ինչ որ կոնկրետ խորհուրդ ունեն այս նշանները, թե ոչ։ Այս նախշերը որ կան, սա ճիշտ ասած Արցախի դրոշի վրայից հատված է, մենք ստեղ էլ մի հատ բան ունենք, ուղղակի հիմա այս բույսերը փակել եմ։ Ինչ որ մաս երևում է իհարկե։ Շատրվան է, ինքը հիմնականը սրա շուրջ է կառուցած, ոնց որ Արցախի դրոշը լինի ու այդ ժամանակ երբ որ սարքել ենք, ասես մտածված սարքել ենք։ Ձեր մեքենայով են գնալու գնումներ կատարելու։ Դուք եք վարելու թե վարորդը։ Ես իմ մեքենան միշտ ես եմ վարում, ես վարորդով երբեք չեմ երթևեկում։ Շատ լավ, դե եթե դեմ չեք, տեղափոխվենք մեքենայի մեջ։ Շնորհակալություն։ Պարոն Վանեցյան, դուք ասացիք, որ մարդկանց հետ շփումների այս պահին ակտիվ փուլում եք գտնվում եւ գաղտնիք չէ, որ մոտ ապագայում սպասվում են ընտրություններ։ Որն է այն տեսլականը, որը դուք ներկայացնում եք ժողովրդին եւ վստահ եք, որ դա է այսօր փրկությունը։ Եթե շատ կարճ պատասխանեմ, մենք պետք է ժողովրդին ներկայացնենք մի տեսլական, որի արդյունքում իրենք տեսնեն, որ մեր առաջարկած ծրագիրը, մեր առաջարկած մոտեցումները իրական փոփոխություն կբերեն իրենց կյանքում։ Ընդ որում ոչ թե խոսքերով, ոչ թե կենացների մակարդակով, այլ իրական փոփոխություն։ Կոպիտ ասած, եթե շատ կարճ բնութագրեմ, մարդը պետք է ապրի լավ եւ արժանապատիվ իր հայրենի հողում։ Լավ ապրել ասելով մենք ինչ ենք հասկանում։ Մարդը պետք է ապահով լինի աշխատանքով, նորմալ աշխատավարձով, ունենա վաղվա օրվա նկատմամբ հավատ ու որևէ կերպ չմտածի երկիրը լքելու մասին։ Ամենամեծ խնդիրը այսօր մեր երկրում, ես ձեզ ասեմ, որ մարդիկ շատերը, ճնշող մեծամասնությունը տարբերակներ են ման գալիս Հայաստանը լքելու։ Մի մասը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մի մասը Ռուսաստան, մի մասը Եվրոպա, ով որտեղ հնարավորություն ունի փորձում է գնալ, որը ես կարծում եմ լրջագույն սպառնալիք է մեր երկրի ապագայի համար եւ այդ հարցը պետք է շատ լավ լուծել։ Իսկ այդ հարցի լուծման միակ տարբերակը մարդկանց ապահովել այնպիսի կյանք, որ իրենք ապրեն արժանապատիվ եւ լավ։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Մեկ բան ընդամենը։ Նիկոլ Փաշինյանին։ Շնորհակալություն, պարոն Վանեցյան, մեր հաջորդ հանդիպումը կլինի խանութի դիմաց։ Ինչպես խոստացել էի, հաջորդ հանդիպումը տեղի է ունենում խանութի դիմաց։ Ինչ է անհրաժեշտ գնելու, պարոն Վանեցյան։ Մեզ անհրաժեշտ է գնել տավարի միս, գազար, սոխ, սխտոր, մնացածը տանը կա։ Դուք չնախընտրեցիք սուպերմարկետ, այլ նախընտրեցիք սովորական խանութ։ Սա Բաղրամյան պողոտան է, ով գիտի, սա Սամվելի հայտնի խանութն է։ Ես միսը ստեղից գնում եմ, ես, հայրս, գնում ենք, չգիտեմ, 30 տարի եւ ավել, եւ եթե ես միտեղ ինչ-որ մի բան որոշում եմ, սկսում եմ անել, ճիշտ ասած, տենց պահում եմ ավանդական ամեն ինչը։ Գնանք ներս, պարոն Վանեցյան։ Գնանք հասկանանք դուք որպես առաջին մասնագիտությամբ անասնաբույժ, ինչպես է կողմնորոշվում, ինչ միս է անհրաժեշտ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև Սամվել։ Ժամանակն է մսի ընտրության։ Այո։ Սամվել ջան, 3-4 կիլո փափուկ միս եմ ուզում։ Այս սովորական, հա, դու գիտես որից։ Պարոն Վանեցյան, շատ չէ 3-4 կիլոգրամը, չնայած դուք մեծ ընտանիք եք։ Մի քիչ շատ առնենք, հետո բանկա։ Այս լավ է, այս կտորը լավ է։ Մեզ իրականում 2 կիլոգրամ է պետք այսօրվա համար, բայց թող մի քիչ ավել լինի։ Թող լինի։ Ոչ մի բան, այսպես պետք է։ Իսկ ձեզ մոտ ցանկացած գնում կատարելիս ամեն ինչ հստակ է։
Կոնկրետ չափով։ Չէ, այտենց ճիշտ ասած նայում եմ աչքս, եթե տեսա հավանեց, ցանկացած բան էլ գնում եմ, բայց խելամիտ։ Պարոն Վանեցյան, ես կխնդրեմ ուղղակի մի փոքր չշտապել, որովհետև հաղորդման շրջանակներում առաջարկում եմ, որ մենք վճարենք ձեր փոխարեն։ Չէ, շնորհակալություն, ես կվճարեմ։ Մենք նույնպես շնորհակալ եմ, ստացել կվճարեմ։ Ստացել եք արդեն։ Թոշակառու եմ իդե։ Որպես զինվորական։ Որպես զինվորական։ Հաջորդիվ ինչ է անհրաժեշտ։ Շնորհակալություն, լավ մնացեք, առողջ եղեք։ Հաջորդիվ ստեղ հիմա մի քանի գնում կատարենք։ Ու կգնանք։ Պարոն Վանեցյան, բնականաբար միսը գնելը մի փոքր տղամարդկային գործ է, իսկ բանջարեղեն գնելու հարցում էլի գործը միշտ ձեզ է վստահում։ Ամեն ինչ գնելու հարցում ես կարողանում եմ կազմակերպել։ Ես կարող եմ ձեզ օգնել դա պահել, դուք կողնորոշվեք։ Ինձ խնդրում եմ պամիդոր կտակ։ Իհարկե։ Մի 2 կիլո, բայց հա, ռոզվից։ Ինչ է անհրաժեշտ կնշեք, ես մոռացա։ Լոլիկ, սոխ, բայց սոխը շատ ուրախ եմ, որ այդ սոխից կա, իդեպ։ Լոլիկ, սոխ, գազար։ Հա, հա։ Լոլիկ, սոխ, գազար, սխտոր ու վերջ երևի։ Ես առաջարկում եմ մեր հաջորդ հանդիպումը լինի դրամարկղի մոտ, պարոն Վանեցյան, եթե դեմ չեք։ Շնորհակալություն։ Իհարկե նախատեսել էինք գնել միայն ուզբեկական փլավի համար նախատեսած մթերքը, բայց անցանք նաև առօրյական գնումների։ Փլավի մենակ էս աղջկաս համար։ Հա, դա շատ կարևոր, երբ սուրբ գործ է, որը քննարկման ենթակա չէ։ Այն մնացածը սաղ գործով։ Պարոն Վանեցյան, մեր առաջարկը այս պահին էլ լինելու է ուժի մեջ։ Շնորհակալություն։ Եվ մեր գնումների ընդհանուր հանրագումարը ընդամենը վարկյաններ անց կիմանանք որքան է կազմում, բայց դուք կրկին մերժելու եք այդ առաջարկը։ Արդեն մերժել։ Հասկացա, սպային վայել խստությամբ ինձ ցույց տվեցիք իմ տեղը։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Այո։ Եվ Մառանիկ, համի գաղտնիք, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Պարոն Վանեցյան, սուրճի սիրահար եք թե ոչ։ Այո, շատ։ Ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմիլատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի ներփահամությամբ եւ անկրկնելի համով։ Կոֆիջոյ թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Եկավ երկար սպասված երանելի պահը, պարոն Վանեցյան, անցնում ենք պատրաստմանը, բայց մինչ այդ նշենք բոլոր այն բաղադրիչները, որոնք մեզ անհրաժեշտ են լինելու։ Տավարի միս, գազար, հատուկ տեսակի բրինձ, ինչ տեսակի բրինձ է։ Սա Դևզիրա բրինձն է, որը ես պատվիրում եմ եւ գալիս է Ուզբեկստանից, Տաջիկստանից,
դա հատուկ էս փլավի համար ստեղծված բրինձ է, ինքը յուրահատուկ գույն ունի եւ շատ լավ համ է տալիս բրինձին, այսօր կփորձեք կտեսնեք։ Սխտոր պղպեղներ, կծու, սոխ եւ աշխարհի բոլոր մայրցամաքներից բերված համեմունքներ։ Եվ համեմունքներ։ Համեմունքները չորացված կծու պղպեղ, բարբարիս, զիռա, սև հատիկով պղպեղ եւ աղացած պղպեղ, սա մեր բանի հետ կապ չունի, ուղղակի մեջ դրած։ Մեկ էլ աղ, կարևոր աղ ձետ։ Ինչ ենք անում, ինչից ենք սկսում։ Ուրեմն, որպեսզի մենք հիմա նախապատրաստական աշխատանքները անենք, սկզբում պետքա բրինձը լցնենք ջրի մեջ, աղա ջրի մեջ։ Ընդ որում հետագայում այդ աղաջուրը թափելու ենք մի ժամ հետո, մինչև մենք արդեն ստեղ կսկսենք մեր նախապատրաստական աշխատանքները, բայց հիմա բրինձը լցնում ենք, որ բրինձը փափկի եւ աղը քաշի իր մեջ։ Շատ կարեւոր մի հատ հանգամանք կա։ Մարդիկ սկզբից բրինձը լվանում են, այդ օսլայից կրախմալից ազատում են, նոր են աղա անում դնում, բայց դա սխալ է, ես ուզում եմ այս գաղտնիքը ասեմ, որովհետեւ բրինձը հենց առաջի պահին սկսում է ջուրը քաշել իր մեջ ու դրա համար պետք է միանգամից աղաջրով մաքուր ջուր իրան ապահովես, որպեսզի ճիշտ համ ստանա բրինձը։ Հետագայում նոր այս ջուրը կթափենք ու արդեն օսլայից կազատենք բրինձը։ Շատ բարի։ Սկսենք մեր բրինձի։ Ես ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել ձեր հանդերձանքին, հիանալի կերպով պատրաստված ամեն ինչ։ Սա իմ սովորական հանդերձանքն է, երբ ես ճաշ եմ պատրաստում, հաղորդման սկզբում ես ասացի, որ ես մշտապես շատ մեծ սիրով իմ ընտանիքի, իմ ընկերների համար տարբեր բաներ եմ պատրաստում, ես սա սենց պատվիրել ենք, որ հագնեմ։ Դուք նշեցիք, որ մեքենայի վարելը չեք վստահում վարորդներին եւ ինքներդ եք վարում, դրա համար ես այս փուլում ձեզ չեմ միանում, որովհետեւ վստահ եմ, որ դուք չեք սիրում այդ ամենը եւ պետք չէ ձեզ խանգարել։ Պետք չի, ես սիրով կպատրաստեմ։ Ուրեմն տաք ջուր ենք վերցնում, տաք ջրի մեջ լցնում ենք աղ։ Աղը ճիշտ ասած արդեն մի քիչ աղարած էր, մոտարապես 7-ից 8 ճաշի գթալ աղ, լավ լուծում ենք, որից հետո Պարոն Վանեցյան, որտեղ եք սովորել այս բոլոր նրբությունները։ Ես սովորել մեր ընտանիքում ճիշտ ասած ընդունված է, որ պետքա տղամարդը եւս պատրաստի ու տենց սովորել եմ, հայրս էլ է պատրաստում, սովորել ենք։ Հերվից մեզ հետևում է նաև ձեր կինը եւ որևէ կերպ չի միջամտում այս աշխատանքներին, նրան նույնպես արգելված է։ Դա տղամարդու աշխատանք է։ Փլով էփել է ուզբեկական, դա տղամարդու աշխատանք է։ Խնդրեմ նոնա միանաք մեզ որպեսզի նույն կադրում լինեք, դուք այր եւ կին։ 2 կիլոգրամ բրինձ լցրեցինք տաք ջրի մեջ։ Նոնա, որն է պարոն Վանեցյանի ամենասիրելի ուտեստը ձեր պատրաստմամբ։ Թե ձեզ ժամանակ չի մնում խոհանոցում լինելու։ Երբ ես եկել եմ պարոն Վանեցյանի կյանք, ինքը ընդամենը 20 տարեկան էր, իսկ ես 18։ Եվ դուք ծանոթացել եք դպրոցում։ Եվ մենք ծանոթացել ենք դպրոցում։ Ես 14 էի, ինքը 16 էր, երբ մենք ծանոթացել ենք, բայց մենք ամուսնացել ենք, ես 18 էի, ինքը 20 էր։ Եվ բնականաբար դու գալիս ես քո տանից ինչ-որ բաներ իմանալով, ինչ-որ բաներ այդ տարիքում, ինչ-որ բաներ չիմանալով եւ նշված տուն, որտեղ որ գալիս ես, նշված ավանդույթները դառնում են քոնը, բնական է դա։ Եվ արդյունքում ես եկել եմ մի տուն, որտեղ տղամարդիկ այնքան համեղ են պատրաստում, որ դու արդեն վախենում ես ինչ-որ մի բան անես, որովհետեւ հաստատ իրանցից լավ չի ստացվելու։ Արդյունքում մենք կանայք տոլման էինք ինչ-որ ձև միասին պատրաստում, ինչ-որ կա։ Տոլմա չեմ սարքում, որտեղ տոլմա, ինչ-որ ուտեստներ հայկական տարբեր, որը որ տղամարդիկ թողնում էին մեզ վրա, այդ երկարաժամկետ ծանր աշխատանքները, իսկ նշված ուտեստները մենք կողքից մասնակցում ենք, բայց ամբողջ որոշումները, ամբողջ ընթացակարգը, ամեն բան
Արտուրն ու papan են անում միշտ եւ որ ասեցիք ումից եք սովորել բնականաբար papaից ինքս եմ սովորել մի քիչ չհավատացի ես տեսել եմ ումից սովորել Ես ներողություն եմ խնդրում ձեզնից Նոնա մի հետաքրքիր բան տեսա անվանական են դանակները եթե կարելի է ցուցադրենք սա խնդրեմ for Mr. Artur Vanetsyan հատուկ Պարոն Վանեցյանի համար։ Քանի որ բոլորը գիտեն, որ ինքը շատ է սիրում պատրաստել, երբ իր ծննդյան օրն է, երբ ինչ-որ մի նվեր պետք է նվիրեն, ինչ-որ առիթով։ Սա իմ ընկերներից մեկն է նվիրել ծննդյան օրը։ Բոլորը այսպիսի սիմվոլիկ նվերներ են նվիրում։ Ինձ նվիրում են կամ խոհանոցին վերաբերվող ինչ-որ բաներ, կամ սիգարներ։ Ուրիշ ոչ մի բան ինձ չեն նվիրում ու լավ է։ Լավ է, գոհ դուք կարևորը։ Բայց ավելի լավ է թող շատ սիգար նվիրեն, խոհանոցի եղածները ես կառնում։ Լավ, կամ կարող են նվիրել գումարը դուք ինքներդ Չէ, գումար չեմ ընդունում։ Չեք ընդունում Չէ, գումար ու միշտ կատեգորիկ։ նախապայման կա, որ չեմ ուզում գումար, դուք ինչ որ ձեր ճաշակով սիմվոլիկ նվեր նվիրեք, որը որ կխորհրդանշի կամ վերաբերվող բաներ եւ խոհանոցի։ Մենք այսօր հնարավորություն կունենանք վայելելու այդ սիգարներից որևէ մեկը, եթե իհարկե հատուկ կոլեկցիոն չէ։ Չէ, իրանք իրականում շատ լավ սիգարներ են, ճիշտ ասած, բայց մի հատ պայման կա, դուք սիգար ծխող եք, թե չէ։ Ոչ, մենք սիգար փչացնող ենք։ Չէ, չեմ կարող։ Ուրիշ ամեն ինչ կհյուրասիրեմ, սիգար փչացնողն ինչ է։ Շահոր ջան, գազարը կտրտեցինք 2 կիլոգրամ գազար, այսինքն ունենք 2 կիլոգրամ բրինձ, 2 կիլոգրամ գազար, հիմա սոխն ենք կտրատում, սոխը քիչ է, սոխը մոտարապես 500-600 գրամ է, ըստ աչքաչափի, սոխը կտրատում ենք կիսա լուսնաձև, ոչ շատ բարակ, ոչ շատ հաստ, բայց հիմա սոխը պետք է կտրատենք։ Պարոն Վանեցյան, պետք է հիացմունքս չթաքցնեմ եւ ասեմ, որ հիանալի եք տիրապետում, տպավորություն է, որ դուք 56-րդ անգամ եք նկարահանվում այս հաղորդման շրջանակներում, ամեն ինչը ճիշտ մեկնաբանում եք, միաժամանակ եւ զրուցում եք եւ գործում եք, դա հիանալի է, բայց մենք ձեզ ամեն դեպքում այս պահին չխանգարենք եւ Նոնայի հետ շարունակենք մեր զրույցը։ Ինչով եք դուք այս շրջանում զբաղվում, Նոնա։ Ինչ գործունեություն եք ծավալում դուք։ Աշխատում եմ իմ ստեղծած միջավայրում Եվ որն է դա։ Վիլա Մոնտեսորի կենտրոնը, որը մանկապարտեզ է 0-ից 6 տարեկան երեխաների համար։ Ինչի 0-ից, որովհետև մեթոդաբանությունը, որը կիրառվում է այդ մանկապարտեզում, հենց 0-ից է ուսումնասիրվում եւ ուսուցանվում մանկավարժներին։ Եվ դեռ չծնված բալիկի մասին մենք արդեն ունենք հստակ զարգացման ծրագիր, թե ինչպես իր հետ վարվել, հենց ինքը ծնվի, ինչպես նրա հետ աշխատել 1 ամսեկանում 2, 3, 4 եւ այդպես շարունակ, մինչեւ 6 տարեկան ծրագիրը մեզ մոտ ներառված է, մինչեւ 18 տարեկան մեթոդաբանությունը ունի իր ծրագիրը, բայց մենք կիրառում ենք մինչեւ 6 տարեկանների համար։ Պարոն Վանեցյանը, ինչ է հաջորդում այս փուլում։ Հիմա պետքա կացան վառենք, ձեթը լցնենք, սա իսկական Սաջ։ Չէ, ղազան է, ղազան է սա կոչվում, ուզբեկական փլով պատրաստելու համար, սկզբից սա հանում ենք։ Պետք է սպասենք մինչև տաքանա, այնուհետև բոլոր բաղադրիչները տեղափոխենք ղազանի մեջ։ Սա մանրամասն ձեզ կպատմեմ։ Պարոն Վանեցյան, շարունակում ենք նկարահանումները։ Վառում ենք այս հատուկ բանի համար, նայեք, 2 բանով է, մի հատ կողքերով, մի հատ մեջտեղով։ Փլավը պատրաստելու համար շատ կարևոր է այդ ջերմային ճիշտ ռեժիմներ ընտրելը, որովհետև կարա վառվի, կարա լխկի, կարա լավ չլինի, պետքա շատ ճիշտ կարողանաս ընտրես։ Հիմա ամենասկզբում երբ վառում ենք, ռեժիմը պետք է ճիշտ լինի։ Հա, հիմա դնում ենք ամենաբարձրի տակ, հիմա տեսեք, ղազանը դրեցինք։ Պարոն Վանեցյան, իսկ ռեժիմը ամեն դեպքում լավ բան է, թե վատ։ Շատ։ Շատ, ինչ, լավ թե վատ։ Նայած ինչ ռեժիմ։ Ինչին է վերաբերվում։ Բազմաբովանդակ էր իհարկե հարցը, բայց կարծում եմ դուք վստահաբար հասկացաք, դրա համար ես բազմաբովանդակ պատասխան տվեցի, եթե ռեժիմը վերաբերվում է քո ներքին կուլտուրային մշակույթին, ապա շատ լավ բան է, եթե վերաբերվում է քաղաքական տարբեր ռեժիմներին, դա շատ վատ բան է։ Ուրեմն վերցնում ենք ձեթը, մոտարապես 600-700 մլ ձեթ,
Եվ լցնում ենք այս Ղազանի մեջ լցնում ենք այսպես կողքերով, որ ամբողջը պատի այս։ Դուք խանութում նշեցիք, որ թոշակառու եք եւ ստանում եք զինվորականի թոշակ։ Այո։ Բայց ասում են, որ զինվորականները չեն լինում նախքին, այսինքն նրանք մինչև կյանքի վերջել մնում են զինվորական եւ սպա։ Դուք համաձայն եք այդ կարծիքի հետ։ Ամբողջությամբ կիսում եմ այդ կարծիքը, դու չես կարող փոխվել, դա մեր արյան մեջ է եւ զինվորական լինելը դա պատիվ է բոլորի համար։ Իմ կարծիքը դա է։ Ամենաառաջինը, բացի կարգապահությունից իհարկե, ինչ է պետք լավ սպա լինելու համար։ Սառնասրտություն, ազնվություն, բարիություն, ինչքան էլ տարօրինակ հնչի։ Բայց սառնասրտություն եւ բարություն իրար հետ համադրվում են այդ գործի մեջ ամենայն Այո, դեպս։ որտեվ եթե դու չար ես, դու չես կարող լինել օբյեկտիվ։ Ինչ որ մեկին փոճու ժամանակ չես սիրել, այտենց։ Հիմա ասում ես դե որոշում ես վրեժխնդիր լինել։ Որոշում ես վրեժխնդիր լինել, որը անթույլատրելի բան է։ Մի հատ ուրեմն երբ որ ձեթը արդեն տաքանում է, պետք է շատ լավ տաքանա սկզբից, ամենասկզբից, առանց մաքրելու սոխը։ Սենց կիսում ենք երկու մասի։ Իսկ ինչու առանց մաքրելու։ Որ այս ձեթի համերը դաղված համը վերցնի իր վրա։ Դուրս գա, հիմա սենց գցում ենք մեջը, թողում ենք, որ ինքը սկսի էփել։ Հիմա, հա, իդեպ, ուզբեկական փլովը որպես կանոն պատրաստում են գառան մսից։ Բայց շատ մարդիկ կան, որոնք գառան միս չեն սիրում, այդ թվում ես։ Ահա։ Ես գառան միսը սիրում եմ մի ձևով, խորոված։ Բայց քանի որ փլովը իր առանձնահատկությունները ունի, ես այս անգամ տավարի մսով եմ պատրաստելու, ուզում եմ հիշեցնեմ 2 կիլո բրինձ, 2 կիլո գազար, 2 կիլո միս, 500 գրամ։ Բոլորը իրար հավասար պետք է լինեն, բոլոր բաղադրիչները։ Հիմա միսը կտրատելու ենք բավականին խոշոր։ Խոշոր։ Այո։ Եվ առանց հավելյալ բաներ մաքրելու։ Մաքրած է արդեն, նախապատրաստած է։ Միսը արդեն մաքրած է, նախապատրաստած է։ Պարոն Վանեցյան, բանը պետք է մի հատ են ներքևից բանը բերեք, էլի։ Մենակ շուտ, խնդրում եմ, շուտ։ Դուք միշտ շտապում եք։ Չէ, ընդհանրապես չեմ շտապում։ Ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ձեր հաղորդումը եթերը գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Շաբաթ օրվանից սկսած ձեր հաղորդումը նույնպես այնտեղ կլինի, կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Իրով։ Բարեբախտաբար ձեզ օգնողներն այս պահին շատ են։ Այո։ Դուք համացանցում այդքան էլ ակտիվ չեք, չէ՞, պարոն։ Ակտիվ եմ ինչ-որ չափով, շատ ակտիվ չեմ։ Հիմա ամենակարևոր մասը։ Հիմա յուղը բավականաչափ տաքացած է ձեթը, հիմա անում ենք։ Պարոն Վանեցյան, ինչով է պայմանավորված ձեր սակավ ակտիվությունը համացանցում։ Չի ասի, որ սակավ է, ինչ-որ չափով կա, բայց չեմ կարծում, որ շատ ակտիվ պետք է ես համացանցում լինեմ։ Միգուցե սխալվում եմ, ճիշտ ասած, հաշվի առնելով ժամանակակից աշխարհը եւ տեխնոլոգիաները, միգուցե սխալվում եմ։ Ես ձեր ծրագրից հետո կարող ուղենք սկսենք ավելի ակտիվ լինել համացանցում։ Իդեպ ցանկանում եմ նշել, որ երբ խոսում եք այդ ամենի մասին, որ պատրաստում եք խոհարարական բլոգ վարել, ձեր դուստրը շատ մեծ ուրախությամբ արձագանքեց դրան։ Ձեզ հորդորում են, որ պետք է մի փոքր ակտիվ լինել համացանցում, թե ոչ։ Այո, հորդորում են, բայց ձեզ մի բան ասեմ, դուք շատ ճիշտ նշեցիք, որ իմ դուստրը, բայց իրականում ինքը իմ դուստրն է, բայց իմ հարսն է։ Ահա, հասկանալի է։ Բայց շատ ճիշտ եք նշել, ինքը իմ Համենայն դեպս փոխհարաբերություններն այնպեսին էին, որ այո, ես շատ ուրախ եմ, որ դուք այդպես նկատեցիք։ Պարոն Վանեցյան, նոր գործողություն ունենք այս փուլում։ Հիմա ինքը անդադար գործողություն է։ Ահա։
Նայեք, հիմա սոխը մենք շատ բարձր ջերմաստիճանի տակ ենք տապակում, անընդհատ այս բարբերաբար խառնելով, մինչև սոխը շագանակագույն դառնա։ Չէ, շագանակագույն չէ, ոսկեգույն դառնա։ Այս ընթացքում միսը մենք կտրատում ենք։ Այո։ Ու հետո մի փոքր ավելի ուշ ենք, չէ՞, տեղափոխելու դա ղազանի մեջ։ Չէ, մի րոպեից տեղափոխում ենք։ 1 րոպեից։ Այո, հենց հիմա արդեն սկսում ենք։ Դե լավ, ուրեմն շարունակենք զրուցել։ Դասավանդելու նպատակներ չունեք, որովհետև լավագույն մասնագետները կարծում եմ նաև պետք է իրենց փորձը փոխանցեն եկող սերնդին։ Ճիշտ ասած, մեծ ցանկություն ունեմ, բայց ժամանակ չունեմ ցավոք սրտի։ Որովհետև ձեր տանը կարծես թե ընդունված է դասավանդելը, ձեր կինը զբաղվում է այդ ամենով։ Ինձ մայրս երկար տարիներ դասավանդել է, ես ուղղակի իրապես այս փուլում ժամանակ չունեմ։ Հիմա նայեք, սա երբ լինում է արդեն միսը դնում ենք խազանի մեջ, այս սենց ենք անում։ Ամբողջությամբ ձեթի մեջ չենք ընկղմում։ Սկզբից սենց դնում ենք, որ մի հատ այդ համը ինքը լինի։ Որքան ենք սպասելու, պարոն Վանեցյան։ Սա հիմա անում ենք, հետո այս միսը ամբողջությամբ լցվում է ձեթի մեջ, խառնում ենք, ու վերջ։ Դե ես կխնդրեմ այս փուլի համար նկարահանումը դադարեցնել, հետո երբ արդեն միսը կտեղափոխենք ամբողջությամբ ձեթի մեջ, կվերադառնանք եւ կցուցադրենք ընթացքը, համաձայն եք։ Ոնց ասեք, բայց արդեն կարող գաք հիմա տեղափոխում ենք։ Արդեն։ Իհարկե։ Չի ստացվում դադարեցնել նկարահանումը ոչ մի կերպ։ Չէ, կարող անալու։ Բայց մեր եթերաժամանակը բավականին սահմանափակ է, գիտեք։ Եվ մեզ մնացել է ընդամենը 5 րոպե ամբողջ հաղորդման ավարտի համար։ Դե ուրեմն անջատեք։ Հիանալի է բուրում։ Ձեր թույլտվությամբ հանդիպենք հաջորդի, պարոն Վանեցյան։ Շատ հետաքրքիր, հրաշալի ուղղակի, չէ էլ պատկերացնում, մտածում էի շատ խիստ եք լինելու, հարցերը տալու եմ չպատասխանեք, ասելու եք հա կամ չէ, բայց փաստորեն լրիվ հակառակը։ Գնացիք, պարոն Վանեցյան։ Եկա։ Շարունակում եք հիանալի կերպով պատրաստել եւ բույրը տարածվել է, ցավոք չենք կարող սա փոխանցել մեզ դիտող մարդկանց։ Բույրը հիմա ավելի է շատանալու, մի քիչ աղ ենք անում, դիստեղ։ Դուք ընթացքում համեմունքներ էիք ավելացնում, կնշեք դրանք, պարոն Վանեցյան։ Հիմա մի քիչ աղ ենք անում։ Ահա։ Եվ ամենակարևոր համեմունքը, որը պետք է անենք, դա զիրան է։ Զիրա։ Այո։ Հայերեն ճիշտ ասած անվանում Զիրա, հայերեն զիրա։ Զիրա, թե։ Ռեյով, փափուկ ռեյով ուղղակի, եթե չեմ սխալվում, իսկ եթե սխալվում եմ, մեզ դիտող մարդիկ հիմա մեկնաբանությունների դաշտում կգրեն։ Սենց զիրան հիմնական է ուզբեկական փլովին բույր եւ համ տվող համեմունքն է։ Հիմա զիրան էլ ենք անում, տեսեք։ Հիմա կրակը դեռևս շատ բարձր է։ Այս մշտապես հենց անում ենք, որ տակից բան լինի, ու արդեն այս վիճակում մենք ավելացնում ենք գազարը։ Լինելով քաղաքական գործիչ չեք կարող զերծ մնալ մի շարք սուր քննադատություններից եւ մեկնաբանություններից եւ ցանկացած հանրային մարդ դրանց կիզակետում է լինում։ Ինչպիսին է ձեր վերաբերմունքը այդ ամենին։ Գիտեք, եթե ինձ է վերաբերվում, անձամբ ինձ շատ նորմալ եմ վերաբերվում, ոչ մի խնդիր ես չեմ տեսնում, բայց եթե անձնական վիրավորանքների դաշտ չի մտնում, եթե վերաբերում եմ շրջապատին, հատկապես ընտանիքին, շատ վատ եմ վերաբերվում, առհասարակ ինչ չէ, ընդհանրապես քաղաքական գործիչ կլինի քեսավորական մարդ, մարդու գործունեության համար քննադատել ընտանիքի անդամներին ուղղակի անթույլատրելի է։ Ստորություն է դա։ Բան ունեն ասելու, թող ասեն, օբյեկտիվ քննադատություն, ես դրան շատ լավ եմ վերաբերվում, շատ, բայց օբյեկտիվ քննադատություն եթե պիտի։ Այսինքն լինում են նաև պահեր, երբ դուք գիտակցում եք, որ միգուցե ինչ-որ բան եղել է ոչ այնքան ճիշտ, նաև ինչու՞ չէ սխալ։ Իհարկե։ Մարդ կա, որը չի սխալվում երբեք։ Ես չեմ կարծում, որ այդպես մարդ կա։ Որն է եղել այն ամենալուրջ սխալը, որի համար իրոք փոշմանում եք եւ կցանկանայիք ժամանակը հետ տալ եւ ուղղել այդ ամենը։
Իմ համար ամենամեծ սխալը եղել է, որ չեմ կարողացել իմ քաղաքական գործունեության ընթացքում կասեցնել այն ընթացքը, որը մեր երկիրը գնաց այսօրվա իշխանությունների պատճառով եւ ունեցանք այն աղետալի վիճակը, որ ունենք այսօր։ Իմ ամենամեծ սխալը ես համարում դա։ Այն մնացած սխալները բոլորը ուղղելի են։ Այդ մի սխալն է, որ շատ բարդ է։ Չես կարող ուղղել։ Պարոն Վանեցյան, մեր եթերաժամանակը իրոք շատ սահմանափակ է, կխնդրեմ նշել հաջորդ գործողությունը, որը որ պետք է լինի։ Մենք մի քանի հատ կծուբի բար, չոր առանց հավանգելու եւ առանց աղալու։ Բայց հետո անելու ենք նաեւ եւ արդեն լցնելու ենք ջուրը։ Լցնելու ենք ջուրը եւ թողենք որոշ ժամանակ ինքը էփի։ Մոտավորապես 1 ժամ։ Ահա, շատ բարի, ավելացնենք ջուրը եւ այնուհետև վերադառնանք եւ ցուցադրենք, թե ինչ փուլ ենք հասել։ Ջուրը 5 րոպեից ենք ավելացնելու, եկեք 5 րոպեից նորից։ Դե ուրեմն կհանդիպենք արդեն հաջորդ փուլում։ Իսկ էս մսից կարելի է սենց ուղակի վերցնել փորձել, թե սենց հիմա խմելու ենք։ Մսից խմելու ենք։ Արագ ենք խմելու, մսի հետ հիմա ուտենք, դրա համար ջուրը չլցրեցինք։ Հա, հասկացա, հետաքրքիր պահերը մնում են փաստորեն կադրից դուրս։ Ջուրը ավելացրեցինք, հիմա ժամանակն է։ Հիմա կրակը իջեցրեցինք շատ ցածր, որ մի թեթև ինքը եռա եւ հիմա դնում ենք սխտորը։ Ամբողջությամբ, առանց որևէ միջամտության։ Սխտորը դնում ենք սրա մեջ, դնում ենք նաեւ մի քանի պղպեղներ, այս գույնը կապ չունի, գույնը ուղղակի գեղեցկության համար է։ Ու հիմա սենց թողում ենք ինքը մոտարապես 1 ժամ, 1 ժամ 10 րոպե հանգիստ կրակի վրա էփի։ Առանց խուփը փակելու, որպեսզի գոլորշի անա։ Այո։ Շատ լավ, դե կհանդիպենք արդեն այն ժամանակ, երբ կավելացնենք բրինձը, պարոն Վանեցյան։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Մնաց միսը խմելու պահը։ Հիմա դա կարևոր մոմենտ է։ Հա, դե եկեք։ Դրա համար ենք հավաքվել։ Կարեն Գրիգորիչ, եկ։ Պարոն Վանեցյան, արդեն 2030 թվականն է եւ մենք շարունակում ենք եփել այս ուզբեկական փլավը։ Մարիան խոստացել էր, որ մեզ համար ուտեստ է պատրաստելու եւ նա իր խոստման տերն է։ Այո։ Ինչ է հաջորդում այս փուլում։ Հիմա մոտ 1 ժամ 30 րոպե մնալուց հետո, սա մարմանդ կրակի վրա էփելուց հետո, հիմա սխտորները, Մարիա ջան, կբռնես ինձ օգնես։ Սխտորները հանում ենք, սա կոչվում է զիրվակ։ Զիրվանք։ Զիրվակ։ Հիմա զիրվակի մեջից հանում ենք սխտորները։ Այսենց հանում ենք, Մարիան մեզ օգնի։ Սա դնում ենք, չէ, կվառվես Մարիա ջան։ Հանում ենք այս պղպեղները եւ անցնելու ենք մեր ուզբեկական փլովի ամենակարևոր հատվածին, բրինձի ավելացմանը։ Հա, բրինձի ավելացմանը։ Մեզ է միացել նաև ձեր թորնիկը։ Այո։ Փոքրիկ նոնան, տատիկի անվանակիցը։ Երկու նոնա միացել են Շատ մեզ։ դժվար է ձեզ անվանել տատիկ նոնա։ Եթե չիմանայի ճշմարտությունը, երբևէ չէի հավատա այդ ամենին։ Զգույշ, բայց չվառվես։ Պարոն Վանեցյան, ո՞րն է այն մասնագիտությունը դուք, որը որպես փորձառու պապիկ արդեն կցանկանայիք, որ ընտրեր ձեր թորնիկը։ Ինչ իրան դուր է գալիս վաղվել։ Ինչով իրան դուր է գալիս վաղվել։ Հիմա Ժորժ ջան, բրինձն ենք ավելացնում, բրինձը դա ավելացնում ենք այսպես, որ ամբողջական Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մոտավորապես 1.5 ժամ բրինձը մնաց աղաջրի մեջ։ Բրինձի գույնը մի հատ եթե ուշադիր նայեք, սա հատուկ բրինձ է, ես ասել եմ դեպզիռա տեսակի բրինձն է։ Հիմա այս բրինձը ավելացնում ենք եւ արդեն սկսում ենք էփել։ Ես գիտեմ այս բրինձի էփելու ժամանակահատվածը մոտ 30 րոպե այս բրինձն է էփելու։ Էլի շատ ցածր կրակի տակ։ Ես բրինձը Իսկ մենք պետք է սպասենք, որպեսզի ամբողջ ջուրը գոլորշի անա։ Այո, ջուրը պետք է ամբողջությամբ գոլորշի անա ու ընթացքում երևի թե մենք մի քիչ ջուր կավելացնենք։ Այսինքն կարող ենք հաջորդիվ հանդիպել խուփը բացելիս, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Խուփը բացելիս, խուփը մենք ստանդարտ խուփ չենք դնելու վրան, այս մի հատ աման ենք դնելու, հեսա ցույց կտամ։ Լավ, հետագայում բացելուց կերևա։
Շատ լավ։ Շնորհակալություն պարոն Վանեցյան, մենք շարունակում ենք սրտի թրթիռով սպասել, թե երբ ենք անցնելու այս ամենի համտեսմանը, ինչպես նաև ձեզ կխնդրեմ որոշել հատուկ անուն այս պատրաստած ուտեստի համար, որովհետև համտեսելիս պետք է անվանակոչենք այն ձեր իսկ նախընտրած կերպով։ Գեներալսկի փլով։ Դուք ասացիք։ Շնորհակալություն։ Կհանդիպենք արդեն խուփը բացելիս։ Շնորհակալություն։ Ժամանակն է երկար սպասված ակնթարթների ականատեսը դառնալու, պարոն Վանեցյան, հատուկ հարմարեցված ամանը դրված է, այստեղ մոնտաժով կդնենք թմբուկի ձայներ եւ Հիմա մի հատ բացենք, տեսնենք ինչ վիճակ է։ Շատ ախորժելի վիճակ է։ Ասենց ենք անում։ Ինչպես եք գնահատում ամեն բան այնպես է, ինչպես պետք է լիներ։ Շատ լավ է ստացվել։ Բույրը, որ շատ խոստումնալից է։ Դուք հետո կպատմեք օբյեկտիվ գնահատականը կտակ։ Կարծում եմ շատ լավ է, մի փոքր ջուր ավելացնենք։ Եվ թողենք արդեն ինքը վերջնական եփի եւ արդեն նստենք համտեսելու։ Այսինքն մեր հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ սեղանի շուրջ, երբ կհամտեսենք այս հրաշքը։ Այո։ Շնորհակալություն պարոն Վանեցյան, մենք շարունակում ենք քաղցած մնալ, բայց լիահույս, որ կվայելենք այս ամենը։ Անպայման։ Շնորհակալություն։ Խնդրում եմ, կերակրեք մեզ վերջի վերջո։ Մենք շատ քաղցած ենք։ Այս բույրն էլ որ տալիս է, ավելի ենք քաղցում։ Ինչքան ժամանակ։ 5 րոպե։ 5 րոպե, լավ։ Կդիմանանք երևի թե։ Ընտիր, լավ է պարոն Վանեցյան, եկեք ուտենք էլի։ Սխտորները հետ չենք վերադարձնելու։ Վերադարձնելու ենք։ Լավ։ Վերադարձնելու ենք 5 րոպեից։ Բարի։ Դե ինչ, հասանք ամենահետաքրքիր մասին, արդեն մեր փլավը պատրաստ է։ Մենք պայմանավորվել ենք, որ պետք է հանդիպենք սեղանի շուրջ, բայց քանի որ սեղանի շուրջ մեզ միանալու են մի շարք մարդիկ, ովքեր չցանկացան նկարահանվել, մենք կտանք նրանց այդ հնարավորությունը եւ կցուցադրենք, թե ինչպես եք դուք դա լցնում տիպիկ ուզբեկական մատուցվող պնակի մեջ։ Մեզ միացավ նաեւ Նոնան, եւս մեկ անգամ բարի երեկո Նոնա։ Դե, պարոն Վանեցյան, հիացրեք մեզ, խնդրեմ, ինչպես այսօր ամբողջ օրվա ընթացքում։ Սխտորները դնելու ենք վերջում։ Հիմա դնում ենք, այ հիմա։ Ես կարող եմ ձեզ օգնել այդ հարցում։ Որ բերեք, շատ կմոտեցնեմ սխտորները։ Քանի հոգու համար է նախատեսված սա, պարոն Վանեցյան, ըստ առհասարակ որպես կանոն 80 գրամ չոր բրինձը 1 հոգու բաժին է, այսինքն ստեղ ունենք 2 կիլո։ 2000-ը բաժանում ենք 80-ի, ես դերասան եմ մասնագիտությամբ մաթեմատիկայից բավականին հեռու։ 25 հուշում է մաթեմատիկայի գուրուն։ Մոտավորապես 25 հոգու համար։ Բայց մենք այսօր լինելու ենք առավելագույնը 10 հոգով, ճիշտ է։ Այո։ Վերջ մատուցված է գեներալական փլավը, դուք այդպես անվանակոչեցիք ձեր պատրաստած ուտեստը։ Դուք այդպես մի ասեք, մեր տանը միշտ շատ մարդիկ են։ Բոլորը գիտեն, որ հավես ուտեստ ունեն։ Դնում ենք սեղանին եւ ինչպես նաև շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ամբողջությամբ սեղանը պատրաստեցին վերջնական տեսքի։ Մենք էլ անցնենք համտեսմանը, բայց արդեն կադրից դուրս թող դա մնա գաղտնիք։ Շատ լավ։ Շնորհակալություն այսօրվա համար։ Մենք ենք շնորհակալ, բայց կարևոր տեքստերը կասենք դրան մոտ, պարոն Վանեցյան։ Շատ լավ։ Չեմ հավատում եկավ այդ պահը, որ պետք է ուտենք այս փլավը։ Բայց կուտենք, չէ, հաստատ, պարոն Վանեցյան։ Համեցեք։ Հետո չի պարզվի, որ եւս 8 րոպե եւ նոր կարող ենք ուտել։ Չէ, արդեն կարող ենք հանգիստ ուտել։ Պայմանավորվեցինք։ Քաղցը հասել է աննախադեպ մակարդակի, ճիշտն ասած։ Բայց այդպես է հետաքրքիր, հիմա համը իրոք կզգաք։ Այո։ Պարոն Վանեցյան, իհարկե մենք ցավոք սրտի հնարավորություն չունեցանք համտեսելու գործընթացը նկարահանելու, բայց պետք է ասեմ, որ այն իրոք անմահական էր եւ իրոք հիացրեցիք ձեր խոհարարական կարողություններով ու պարզվում է իրոք դուք պրոֆեսիոնալ եք։ Շնորհակալություն ձեզ հրաշալի օրվա համար, հետաքրքիր զրույցի եւ ամենակարևորը թող ձեր բոլոր նպատակները դառնան իրականություն այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Ես եմ շատ շնորհակալ, միշտ մեր դռները բաց են ձեր առջև, բոլորի առջև։ Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար, իրականում իմ համար շատ մեծ ուրախություն է եւ մեծ
երջանկությունը եւ ես կարողանում եմ ինչ-որ մի բանով մարդկանց ուրախացնել։ Հենց այս պարտավորեցնող խոսքերի ներքո էլ ձեզ ասում ենք շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Սեսուն ձեզ, լավ մնացեք։ Դուք նույնպես։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, իրականում իմ համար անսովոր մի ծրագիր էր, մի միջավայր էր, բայց հույս ունեմ, որ հավանեցիք այս իրավիճակը, այս կերպարը, տեսակ թե ինչ ենք անում։ Ես ուզում եմ ձեզ բոլորիդ ցանկանամ առողջություն, երջանկություն, ձեր ընտանիքներում բարօրություն, ամենայն բարիք ձեզ, առողջ եղեք։ Շնորհակալություն։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.